Այլույս Աստոպարկ կուդամ այս օրվան համար և այս արիթին համար և ուրախ եմ որ դարձյալ միասին դերը գվաշտենք և արիթ գնանք նաև ցեզի հետ Աստծո խոսքը բաժնեկցելու շնորհակալ եմ եղբայրներեմ որ առաջին այցելողներն էին եւ իմանան վերադարձանք այո մեծարգած մանցուցի բարձրապես ձար մի ինգավ կրնագիս Եվ երեք ոսկոր կրնագիս ողնարիս մեջ արդեն գոդրած էր, բայց ավելի կեչ կրնար լալ, բայց պարկ աստուիմ ավելի լավ եմ, բնական կյանքս կշարունակեմ, բնական գործերս կշարունակեմ, և աբակինումի իսենք երկրորդ այդ հանգրվանին մեջն եմ դերը իսկապես բահեց և խնայեց։ Ուրեմն, ասո խոսքեն գուզեմ հատված մգարտալ Մատյոս Ավետարանեն 16-րդ գլուխ 13-ին 20 համարները շատ ծանոթ հատված մնե եւ անշուշտ այս հատվածին հիմնական անձը Պետրոս Արաքյալի հայտարարությունն է Տեր Հիսուսի նկատմամբ Հիսուս Ֆիլիպոսի Կեսարիայի գոմեր երթալով իր աշակերտներուն հարցուց սավ մարդիկ ով գսեն թե ես որդին մարդու անոնք գսին ոմանք գսեն թե Հովհաննես Մկրտիչն ես Ուրիշներ Եղիան, ուրիշներ ալ Երեմյան, կամ մարգարեները մեկը։ Սավ անոնց սաբաթուկ ինձ համար ով գսեք թե եմ։ Սիմոն Պետրոս պատասխան տվավ ու սավ թուն ես Քրիստոսը, գենթանի Աստծո որդին։ Հիսուսը սավ անոր երանի քեզի Սիմոն Հովնանի որդի, քանզի մարմինը եւ արյունը քեզի չհայտնեցին ասիգա։ Հաբա իմ հայրս որ երկինքն է։ Ես քեզի գսեմ թե թուն Պետրոս ես ու այս վեմի վրա Բիդի շինեմ իմ եկեղեցիս եւ թժոխին թռներ անոր բիդի չախտեմ։ Երինքի թակավորության բանայները քեզ բիդամ եւ ինչ որ երկրի վրա գաբես երինքի մեջ կապված բիդի լա ու ինչ որ երկրի վրա արցակես երինքի մեջ արցակված բիդի լա։ Հաբա աշակերտներուն պատվիրեց որ մարդու չսեն թե ինք Քրիստոսն է։ Ընդհանրապես Երբ կորձարակելոց գիրքը գսերդենք և մենք այդ սերդողությունը գնենք մեր եկեղեցի մեջ, այդտեղ կտեսնենք եկեղեցին ծնունդը, հոգեկալուստի թեփքը, առաքյալները, աշակերտները Սուրբ Հոգին կստանան և ավետարանչությունը կսկսի և այդ ավետարանչությունը կտեսնենք, որ Տեր Հիսուսի ավետարանը կդարածվի աշխարհի տարբեր դերերում մեջ և Անշուշտ շատեր կտեսնենք, որ Տեր Հիսուսի գուքան և գփրկվին, հրյաներ և հեթանոսներ։ Բայց կորձարակելոց գիրքին մեջ նաև կհանդիպինք դեպքերու, երբ առաքյալները կհանդիպին հալածանքի և կհանդիպին չարչարանքի կչարչարվին և վերջավորության ամեն մեկը նահատակության ճամփան պիտի բռնե։ Բոլորս գիտենք Ստեփանոսի պատմությունը, Ստեփանոսի կարգոծվելը եւ սպանությունը, նույնիսկ Պողոս Արաքյալի ներկայությամբ եւ մասնակցությամբ Կորձարակելոց 12-րդ գլուխի մեջ Հերովտես թագավոր Հակոբոս Արաքյալը գսպանն է եւ քանի որ ասիկը հաջող երևնա հрьяաներուն Հովհաննես Պետրոսն ալ գբռնե եւ Պետրոսն ալ գբռնե հատկի առաջնայ Հովհաննես Պետրոս ձեծ գերան Պետրոսն ալ գբռնե եւ փանդ կտնե սպանելու նպատակով բայց քանի որ բաղարչագերած էր մի քանի օր անշուշտ կհետացկե կտեսնենք որ Պետրոս ռեշտագին միջամտությունով գազադվի եւ հայտնվել է այդ առաքյալներուն Երուսաղեմեն գհերանա Պողոս Արաքյալ նույնպես կնկարագրե իր չարչարանքները դեռ այնքան կկարգոծվի որ կարծեմ որ մեռած է իդ Լիստրայի մեջ գելը եւ քաղաքը գմտնե եւ իդ կանշուշտ իր առաքելությունը գշարունակի ինչու համար այս օրինակները գուդամ շատ օրինակներ կրնանք տալ քանի որ վերջավորության լեցուն է պատմությունը Աստծո խոսքը այն է որ Դժվարությունը եւ դարաբանքը միշտ իրական են քրիստոնեական կյանքի մեջ։ Ասիկա հիմնական
գետ է։ Տարերու ընթացքին միշտ էլ գոյություն ունեցած են եւ անշուշտ այդ մեկը գրնամսել որ արդայդությունն է Տեր Հիսուսի այն խոսքին, որը սա որ ան որի մեդևես կուկա թող իր խաչը վերցնե ու յետևես կա։ Անշուշտ գիտենք խաչը միշտ էլ խորհրդանիշն է ցավի դարաբանքի եւ Տեր Հիսուս այդ ցավը դարաբանք եւ այդ անարքանքը նաեւ գրեց իր մարմին վրա խաչին վրա իր խաչելությունով։ Եվ ուրեմն գսեմ որ ինձ հետևելը դյուրին բամը չէ կյանքի մեջ։ Ան որ պիտի հետևի, ան որ աշակերտ պիտի լա, թող գիտնա որ նաև իր խաչը պիտի վերցնե եւ այդպես իմ հետևես պիտի կա։ Ուրեմն թող գիտնա որ կյանքի մեջ, հավատքի կյանքի մեջ նաև դժվարություն կա, նեղություն կա եւ դարաբանք կա։ Նոր գդագարանի նամակներու մեջ Պողոս Արաքյալ Հռոմայացու նամակի մեջ Հակոբոս նաև Հակոբու նամակի մեջ եւ Պետրոս Արաքյալ նաև գանտրատարնան այս իրականության։ Գուզեմ հաջորդաբար որպես քարոզի շարք կամ քարոզաշարք անդրադառնալ Պետրոս Արաքյալի առաջին Պետրոսի նամակին վրա, որ շատ իսկապես շատ բարձ եւ շատ գեղեցիկ նամակ մնե եւ շատ լեցուն եւ խորունկ նամակ մնե։ Եվ այս քարոզաշարքին այս տարվա ընթացքին հայտներ գոնանք որպես խորակիր կամ թեմա գուզեմ տնել հետևյալ խոսքը անշուշտ հիմքը հույսն է հույս երեք ասենք get գտնենք եւ ասենք որ բարմտիր գրավորներու adեն fill in the blanks կսենք աշակերտներուն բանակ հույս սախողութենեն անտին հույս դարաբանկեն անտին հույս փորձութենեն անտին եւ անշուշտ շարքը գրնանք շարունակել եւ այսօր պիտի տեսնենք քիչ հույս սախողութենեն անտին ինչու այս նամակին հեղինակը ով է Պետրոս Արաքյալ ինքն է եւ այս բոլոր վիճակներն ալ իր կյանքին եւ իր ապրումներուն փորձառություններն են դեղ մի իր կյանքեն դեղ մի իր փորձառությունեն գկրեն այ Պետրոս Արաքյալ եկեղեցին եւ այդ մեկը անշուշտ կրնանք տեսնել որ այս նյութերուն գանտրատարնանք այսօրվա հատվածը գարտացի որովհետեւ այսօրվա հատվածը Պետրոսի վրա գետրոնա Լուիսի դակ կրնանք Պետրոսը եւ կովենք կրնանք կովել այս հավատքին վրա պիտի հիմնեմ իմ եկեղեցիս եւ ասկա գիտենք որ գաթո եկեղեցին համար մեծ իմաստ ունի որպես Պետրոս որպես եկեղեցին հիմքը բայց ինչ կբադահի Հիսուս կսե որ մարդիկ իմ մասից ինչ կսեն արաքյալներուն աշակերտներուն գսեմ որ դարբեր պատասխաններ գստանանք շատեր գսեն դու Հովհաննես Մկրտիչն ես գամ Երեմիա մարգարեն ես գամ Եղիա մարգարեն ես գամ մարգարեներեն մեկն ես հստակ է որ ժողովրդի մեջ Տեր Հիսուսի ով լալու մասին ինքնության մասին ըստ Իսավներ կան շատեր անցերու հետ կգաբեն 5 դագարանեն գսե լավ դուք ինչ կսեք Պետրոս կսե որ գահդարե դու ես Քրիստոսը գենթանի Աստծո որդին Տեր Հիսուս կսե որ կնադե կսե որ այս մեկ էսիս հոգիով արդայդվեցավ հոգիեն արդայդվեցավ եւ կսե որ դու ես այն մեմ որում վրա պիտի հիմնեմ իմ եկեղեցիս ինչ կլա Պետրոս եթե մեկ էս ասանք սե ինչ կլաս Գուրիս ես եմ Հիսուս իմ վրա պիտի հիմնե իր եկեղեցին Անմիջապես հետ Հիսուս իր ճարճարանքներու մասին կխոսի եւ գսե որ որտի մարդո պիտի թռնվի պիտի սպանվի եւ այլն չէ օքեյ ինչ կնե Պետրոս Հիսուսի մեկում գկաշե եւ գսկսի Տեր Հիսուսը անտիմանել ասանք բան մի խոսիր ասանք բան չի գրնարել նայեցեք ինչ համարձակություն Տեր Հիսուսի գահանտիմանե գոր անշուշտ Մատթեոսի մեջ մյուս ավետարանի մեջ այդպես գրված եւ Հիսուս ինչ կսե Եդիս կնա սատանա
ինձի կայտաղություն ես տուն։ Քիչ առաջ կուվրատ պիտի իմնեմ եկեղեցիս, եդիս կնա սադանա։ Եվ ուրիշ տեգսը, որ Պետրոս տուն 3 անգամ պիտի ուրանաս ինձի։ Չէ, Տեր Հիսուս, ես քեզի համար պիտի մե պատրաստ եմ բերներու։ Գիտենք պատմությունը։ Այդպես ալ գդարվեցավ Տեր Հիսուսի խաչելության նախորյակին։ Ավակ շաբաթը այդպես գդարվեցավ եւ գիտենք, որ Պետրոս ինչ կնե, գզղճա եւ գուլա։ Ինչու համար գուլա։ Վստահ որ իր ամոթեն գուլա, իր ցահոտեն գուլա, իր այս բարերեն գուլա։ Կան որ ինքը այս բոլոր բանի մեջ անշուշտ ցախված էր։ Եվ բոլորս ալ գիտենք, որ Տեր Հիսուս իր հարութենեն իդ երևցավ աշակերտներուն եւ 3 անգամ Պետրոսի հարցուցավ, որ դիս կսիրես։ Եթե կսիրես, այո դեր կսիրեմ քեզի։ Ուրեմն արածային ոչխարներս Մարգոսի մեջ կսե որ 16:7-ի մեջ կացեք ասեք աշակերտներուն եւ Պետրոսի։ Ինչու համար Պետրոսը հadoop ծևով իշե Հիսուս աշակերտներուն անուններն գրնար դալ, որովհետեւ ես վստահ եմ որ Պետրոս արաքյալ իր այս ցահողությունը եւ այդ սկացական մասը գրեց իրեն հետ։ Այո, Տեր Հիսուս իրեն երկրորդ արիտ կուտա եւ զինք որպես արաքյալ, որպես եկեղեցի առաջնորդ գվերը հաստատե, բայց ինչը լլա որպես մարդ, եթե ես լայի իմ առաջնորդյանս մեջ եկեղեցին, իմ աշխատանքիս մեջ միշտ ալ մտքիս ծայրը բիդեոնան որ ես օրը Տեր Հիսուսը ամոթով ցկեցի։ Այնքան ամոթով որ զինք ուրացա։ Թյուրին բան չէ ասիգա, եւ ես կհավատամ որ այսպիսի բանը թյուրին բանը չէ որ մեկը այսպիսի ծանրությունը գրե իր մեջ, բայց անշուշտ Քրիստոսի շնորհքը միշտ հոն է գսե որ կացեք ասեք աշակերտներուն եւ Պետրոս հadoop-են գիշե։ Այս բոլորի մեջ ասոր համար գսեմ որ մեր նույթը հույսի վրա բիդի գետրան։ Որովհետեւ մեր այս կյանքի դակնապներում մեջ, այս կյանքի ցախողություններում մեջ շատ անգամ դերևս մենք ալ Պետրոսի գնմանինք դարբեր ծերով, կամ մենք ալ արաքյաններուն գնմանինք, որ իրենց վախեն Տեր Հիսուսը ցկեցին եւ կացին։ Հույսը միշտ խիստ կարևոր է մեզի համար։ Եվ անշուշտ, եթե կյանքիդ մեջ հույս չունիս, անհույս ես, չես կրնար կյանքդ շարունակել, անշուշտ ամեն մագարտագիրը։ Ուր մնաց որ Աստծո խոսքը, Տեր Հիսուսի ավետարանը, արաքյալներուն խոսքը միշտ ալ հույսով լեցուն է։ Եվ այդ գաղափարը, որ Աստված միշտ մեզի երկրորդ, երրորդ եւ չորրորդ արիթ կուտա մեզի համար, ասկա ինքնին հույսի պատկան մնե։ Կացեք ասեք աշակերտներուն եւ Պետրոսի։ Հիսուսը այս երկու բառերը Պետրոսի մեջ հույսը ստեղծեցին։ Եվ անշուշտ օգնեցին, որ ինք փուժվի այս իր ցախողության բերքեն եւ պիտի օգնեն, որ Պետրոս կանա իր կյանքը շարունակել եւ ոչ թե միայն իր կյանքը շարունակել, բայց նաեւ այս հույսի նամակ գրել, որում վրա պիտի գետրոնանք։ Եվ անշուշտ իր առաջնորդությունը եկեղեցի մեջ դարբեր պիտի լար եթե այս ցախողությունը չունենար։ Այս մեկը նաև այս ցախողությունը զինք գոդրեց Քրիստոսի առջև եւ իր հբարդությունը գոդրեց։ Եվ զինք ինչ երավ խոնարեցուց։ Տեր Հիսուս սորվեցուց որ եթե դու հբարդ ես, չես կրար ինձ համար ծառայալ։ Իմ առջևս մի խոնարիս։ Եվ անշուշտ երբ Տեր Հիսուսի այդ ներում եւ շնորհքը ստացավ, պատրաստ էր այդ խոնար սիրտ ունեցող առաջնորդը եւ ունեցող հովիվը լալ։ Երանի հեզերուն գսե Տեր Հիսուս կանզի Աստծո թակավորությունը կանզի անոնք պիտի ժառան։ Կանզի Աստծո թակավորությունը անոնցն է։ Սիրեիներ, եթե մենք այսօր Պետրոսեն պիտի սորվինք, Տերը ճուզեր մեր մեջ այդ հբարդությունը տեսնել։ Տերը ճուզեր որ հավատացյալներու մեջ այդ հբարդությունը տեսնել։
լայթ մեկը որպես եկեղեցի առաջնորդներ կամ որպես խոնար անձեր դեր գուզե որ մենք խոնարը լանք Երանի հեզերուն նաև Սուրբ Օքին բդուղները մեկը ինչ է քաղցրություն խոնարհություն դեր գուզե որ մենք խոնարը լալ բոլորս ալ գիտենք թե երբ Մոսես անաբադին մեջ ջուր հանեց ինչ ըրավ բարդացավ չէ գիտեք ասպամությունը սա որ ես ցեզի ջուր հանեմ ասված ինձ սավ Մոսես դու քեզ ինչ կարծես կոր ինչու ես մը ջուր հանողը եւ սա որ ասոր համար կանանու երգիրը պիտի չմտնես որովհետեւ բարդացար Այցեք հաջողությունն է երբեմն մեզ հբարդության գդանի։ Փարիսեցին եւ Մաքսավորի արագի մեջ, ինչ Փարիսեցին այդ հբարդությունը ունի ինքնարտարացում եւ այդպես աղոտ կնեով դեր շնորհակալ եմ որ ես քո արժեվդ արդար եմ 10-րդ կուդամ եւ այլն եւ աս Մաքսավորին բես չեմ որ քովս կեցեր եւ աղոտ կնե եւ այդպես աղոտ կներ այդպես կգենա Մաքսավորը ինչպես կգենա զղջումով եւ խոնարհությամբ գուկա Աստծո առջև եւ իր հույսը Աստուծմե ողորմություն խնդրել որբեսի գայնա իր ցանկը շարունակել եւ որբեսի գայնա իր ցանկը շտկել իր միջավայրի մեջ այդ հույսով գուկա Տեր Հիսուսի առջև կամ Աստծո առջև բայց Փարիսեցին ինքնարդարացումի հբարդության այդ հոգիով գուկա եւ Տեր Հիսուս ինչ կսե որ Մաքսավորը ավելի արդարացած իր դունը կնաց Պետրոսի այս նամակի մեջ այդ հույսը մի տեսնենք դարբեր վիճակներում մեջ եւ անշուշտ մենք որքան պետք ունենք այդ հույսին այսօրվա մեր եզրակացության մեջ մարտահրավերը մեզի համար այն է որ մենք վախնալու եւ հուսադելու չենք երբ ցախողության հանդիպինք մեր այս հավատքի ջամփորդության մեջ գիտեք միշտ կսենք որ հավատքի կյանքը ջամփորդություն մնա Բայց պետք չէ վախնանք եւ պետք չէ հուսադենք, երբ անշուշտ ցախողության գանտիվենք, բայց մեր ցախողութենեն սորվելու ենք, եթե չի սորվենք հոն է հարցը, սորվելու ենք, որովհետեւ մեր հավատքը ավելի զորանա, որովհետեւ մեր հավատքը ապրինք ավելի նվիրումով եւ հավատարմությունով։ Ուրեմն սորվիլը կարևոր է։ Եթե մեկը Տեր Հիսուսը ընդունած չէ իր կյանքի մեջ եւ շատեր կան մեր հայացքի մեջ այսօր այդպես ինձ համար այդ մեկը մեծակույն անհույս վիճակն է ինչու որովհետեւ այդ անձը դադարդված է գորուստի դադարդված է օրը Աստուծմե զրկվել Աստծո ներկայութենեն զրկվելու բայց քույրեր եղբայրներ Հավատացյալը միշտ իր կյանքի մեջ պիտի սորվի հույսով, պիտի սորվի ցախողութենեն անտին նայել, փորձութենեն անտին նայել, դժվարութենեն անտին նայել եւ անշուշտ այդ բոլորը իր կյանքի մեջ ցախողությունը, փորձությունը եւ բոլոր վիճակները, որոնք ունեն, պիտի գայանա վերածել հաղթանակի, պիտի վերածե հաղթանակի եւ անշուշտ դերը պարապանելու եւ հոգեվոր աբեսաջելու եւ մեծնալու արիքներու վերջացնեմ դերևս այս հույսի լավագույն օրինակը լավագույն դերևս աղոտ կա այսօր գրնա 121-րդ Սաղմոսը լա ինչ կսե աչքերս տեվիլերները պիտի վերցնեմ Դուրգա իմ օգնությունս պիտի կա։ Իմ օգնությունս Տերոջմեն է, որ երկինքը ու երկիրը ստեղծեց, անիկա քո ոտքդ պիտի չթողացնե, ու քո բահաբանդ պիտի չկնանա, դերը միշտ արթուն է։ Իսրայելի բահաբանը պիտի չմրապե ու պիտի չկնանա։ Դերը քո բահաբանը դերը քո ցերքիtkով քո հովանի դե։ Սորեգ արեկա քեզ պիտի չզարնե ոչ ալ քիշերը լուսինը, դերը քեզ ամեն պիտի բահբանե քո անցդ պիտի բահբանե, դերը քո ելելդ ու մտնելդ պիտի բահբանե ասկեդո մինչև հավիդյան։ Դերը մեր պաշտպանը, դերը մեր անշուշտ
երբ որ մենք Տերոջը գվստայինք եւ եթե մեր աչքերը Տերոջը կպարծացնենք, Տերոջմեն ինչ կստանանք, հույս կստանանք։ Եվ այդ հույսն է, որ մեզի գոկնե գարդոնե, որ այս կյանքի մեջ այս դժվարությունները, հոգևոր կյանքի դժվարությունները կարողանանք թիմակրավել եւ անշուշտ կարողանանք անոնց մեջ են հաղթական դուրս գալ, սորվիլ, աջիլ եւ անշուշտ մեր կյանքով դերը պարապանել։ Թող դերը այս հույսը մեր բոլորի մեջ միշտ ասանք վար մնա եւ թող դերը անշուշտ դերը միշտ մեզի հետ է։ Ամեն։ Հարի օր բոլորիդ եւ կդեստնի։